Անցնող օրերին տեղեկություն տարածվեց, որ փոխվել է քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանի խափանման միջոցը բանտային կալանքից դեպի տնային կալանք, եւ այս ասպեկտում ես կցանկանամ մի քանի դիտարկում իրականացնել։ Տեսեք, պարոն Նահապետյան, երբ որ մենք լսում ենք, որ քաղաքական բանտարկյալի խափանման միջոցը փոխվել է բանտային կալանքից օրինակ դեպի տնային կալանք, շատերս թեթևություն ենք որոշակի զգում, բայց պետք է փաստել հետևյալը, որ տնային կալանքը ասվածը դա նույնպես ազատությունից զրկվել է եւ որոշ դեպքերում նաեւ տնային կալանքի պարագայում շատ ավելի խիստ սահմանափակումներ են լինում, քան օրինակ նույն բանտային կալանքի պայմաններում, օրինակ ես հիշում եմ, երբ Սամվել Կարապետյանի քաղաքական բանտարկյալ Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվեց բանտայինից դեպի տնայինի, իրեն որոշակի ժամանակ արգելված էր հայտարարություններ իրականացնել եւ պետք է փաստել, որ անկախ նրանից, որ քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանի խափանման միջոցը փոխվեց բանտայինից դեպի տնայինի, հետապնդումները նրա նկատմամբ շարունակվում են։ Ոչ միայն Նարեկին է դա վերաբերվում։ Մի դեպ նման փոփոխություն եւ Միքայել Սրբազանի հետ կապված եղավ փոփոխություն, Մկրտիչ Սրբազանի հետ կապված, Դավիթի հետ կապված, Համբարձումյան Դավիթի։ Այսինքն քրեական գործը նախ չի փակվել, հետապնդումը կա, գործը հարուցված է, նշված անձինք մեղադրել են։ Մի մասն էլ, ասենք, Միքայել Սրբազանը պատիժը կրում է, ասենք այսպես էլի, հա։ Այդ մեղմացումները ես կարծում եմ ավելի շուտ որոշակի գոլոշի բաստողելու իմաստ ունի, հաշվի առնելով հետևյալ իրողությունը, որ Միացյալ Նահանգները եւ իր փոխնախագահ Վենսի այցը Հայաստան ամրագրում է մի նոր իրողություն, այն է Միացյալ Նահանգների տարածաշրջանում արդեն բացահայտ կերպով իր հավակնությունների մասին ոչ միայն խոսում է, այլև իր ունեցած հնարավորությունները փորձում է գործնականում ուղղակիորեն դուրս մղել տարածաշրջանից Բրիտանիային եւ բոլոր առումներով Բրիտանիայի տեղում ինքը լինել։ Հաշվի առնելով, որ եթե Հայաստանում դա շատ ավելի մի քիչ դյուրին կարող է լինել, թեև Փաշինյանը իմ համոզմամբ եւ արկա իրողությունների պայմաններում բերվել է Բրիտանիայի կողմից, Ալիևը, որը ուղղակիորեն կապված է եւ Ադրբեջան պետությունը ուղղակիորեն կապված է Բրիտանիայի բարեհաճությունից, այդտեղ եւ BP-ն է, եւ Mi6-ն է, եւ երկարուձիգ տասնյակ տարիներ Բրիտանիայի ներկայությունն է Ադրբեջանում, հա, Հայաստանում շատ ավելի թեթև է այդ առումով եւ Միացյալ Նահանգներից տեղ ակնհայտ գերակշռություն ունենալը սա հուշում է նրա մասին, որ այո, Փաշինյանը մտահոգություն ունի, իսկ եթե վաղը մի քանի հազար մարդ բարբերաբար գնացին ԱՄՆ դեսպանատան մոտ, իրավական բարդակի մասին բարձրաձայնելով, նամակներ, դեսպան, պետքարտուղարություն, նախագահ, հրապարակավ, ասուլիսներ եւ այդպես շարունակ։ Իրենց համար դա խնդիր է։ Այդ խնդիրը ոչ միայն, այդ շատ մեղմ եք ասում խնդիր է։ Գլխացավանքա, որը կարող է ինֆակտի բերել կամ ինսուլտի։ Իդեպ ասեմ ձեզ։ Հիմա իրենք կամ իրեն հուշել են, ասել են արագ որոշակի առումով այդ մի քանի հնչեղություն ունեցող անձանց հետ կապված հնչեղություն։ Հա, տես մի քիչ մեղմացրու գոլոշի ես թողում, դե իրենք էլ են մի քիչ ավելի մեղմանում, իր իրեն շրջապատները մեղմանում, բայց ասենք օրինակ Բագրատ Սրբազանի եւ իր հետ նստածների հետ կապված չկա, չէ՞ նման բան։ Բնականաբար։ Իսկ ինչու չկա։ Ուրեմն իմ նշված անձինք, նոր որ ասեցինք, այդ մարդիկ խոսքի համար են նստել, խոսելու համար։ Ասենք խոսելուց Փաշինյանը աթոռի գլխի վար չի ընկնի ներքև, հա, ճակատնել ուղիղ գետնին տա։ Ծանր հետևանքներով։ Բայց անգամ խոսքից իրենք վախենում են։ Հասկանում եմ, ես մի անգամ այստեղից ասի իշխանության հեղինակությունն է այդ խոսքը։ Կպնում է հեղինակությանը եւ այդ եթե դու չես պաշտպանում քո հեղինակությունը, ուրեմն իշխանությունը թույլ է։
բայց Բագրատ Սրբազանի եւ մյուսներին, ասենք, ոչ այդքան խոսքի համար են, որքան ըստ իշխանությունների իրավապահամակարգի եւ ԱԱՑ-ի գործողությունների համար։ Հա, դրա համար նրանց չեն թողելու։ Հիմա արձանագրենք հետևել իրողությունները, բայց մոտենալով ընտրություններին իշխանությունները հստակ իրենց այսպես ասած բարի քերի կեցվածքը իրենք ընտրություններին իրենց իրական մրցակից անձանց կուսակցություններին առաջնորդների նկատմամբ լինելու են բոբոքերի։ Օրինակ 2 օր առաջ Գագիկ Ծառուկյանի տանը եւս զննություն, հա, ինչու։ Այդ գրեցին ինչի համար 20 թվականին ինչ որ տարածքներ այնտեղ Արնջի գյուղապետ 20 թվականի վերաբերյալ քրեական գործեր։ Ինչու հիմա։ Սաբար ոչ թե մենք հարցադրում տանք ինչու են անում, այլ պիտի հարց տանք ինչու հիմա։ Հիմա, այսինքն հիման է մեզ հուշում։ Հիման ակնհայտ է, չէ, ընտրությունների հետ է կապվում։ Իդեպ իրենք այս վերջին օրերին հատկապես հա իրենց քարոզչական այդ արշավի շրջանակներում շատ են նշում, որ իրենք թույլ չեն տալու Գյումրի 2 տեղի ունենա այս ընտրությունների պարագայում եւ գիտեք այնպիսի տպավորություն է, որ իրենք հասկանում են, որ կարող է լինել այնպիսի սցենար, որ խորհրդարան անցած ուժերը միավորվեն բայց ինչ անշակում չենք տա։ Չէ, հետաքրքիր է, չէ՞ որ ասում դա ստեյության անոնսավորում է, որ դրանով անոնսավորվում է, որ իրենք խոչընդոտելու են միջոցների արժև կանգ չեն առնելու, որտեղ երբ որ ընդ որում ոնց ասում կամունիլ են խոսում են իշխանական տարբեր պաշտոններ զբաղեցնող, տարբեր հարթակներում կերակրատաշտին մոտ կանգնած մարդիկ այդ Գյումրիի մասին խոսում են։ Եվ զավեշտը գիտեք որն ասում է թույլ չենք տա։ Այդ նույնն է, երբ որ մի խելապակաս падգամավոր օրիորդեր տիկիններ չգիտեմ, ասում է եթե պետք լինի իրավական ակտ ընդունենք, իբր հեգնում է կատականում, բայց դա ամեն կատակի տակ լուրջ բան կա, չէ։ Սամվել անունով մարդիկ ասենք չեն մասնակցի։ Այդտենց իրավական ակտ ընդունենք։ Չէ, օրինակ թող իրավական ակտ ընդունեն, ասենք օրինակ ով բան երբևիցե չի օգտագործել թմրամիջոց, ինքը պետք է չմասնակցի ընտրություններից, ով պղծությունների մեջ թաղված չի, այլասերումներ չի քարոզել, թող չմասնակցի։ Այսինքն հիմա իրենք գալիս են մի վիճակի, որտեղ բացահայտ ասում են, որ կխանգարենք, կխոչընդոտենք եւ մեզ համար որևիցե սահման գոյություն չունի։ Սա նաեւ մեսեջը է, իդեպ ասեմ ձեզ, ընդդիմությունը։ Այսինքն հիմա իշխանությունը ինքը հրապարակավ դնում է նոր խաղի կանոն։ Ընդ որում այդ խաղի կանոնը Գյումրիում դրած չէր։ Փորձ արվեց վերջին պահին ինչ որ բան չստացվեց։ Իսկ հիմա իրանք նոր խաղի կանոն են դնում։ Եվ եթե ընդդիմությունը այս նոր խաղի կանոնին հակակայլեր նախորոք մշակված պլանավորած չունենա, ցույց վստահեցնում եմ, ասենք, որտեղ абսուրդի հասնող դատանը որոշումներ է, չէ, կայացնում։ Այդպես մի որոշում էլ կայացնի, օրինակ, Սամվել Կարապետյանի հետ կապված քաղաքական ուժը չի մասնակցելու վերջին պահին ինչ են անում, կասեցնում են Մոլդավիայի տարբերակ, օրինակ եմ ասում։ Կամ հիմնականում մյուս ուժը Գագիկ Ծառուկյան եւ իր առաջարկ Հայաստանին պրոյեկտն է, հա, ավելի շուտ այդ պրոյեկտն է։ Եվ վերջին պահին ասենք Գագիկ Ծառուկյանը տեսականորեն եմ ասում, ասենք ձերբակալում են։ Եվ ասենք մի եւս 10 հոգու։ Այդ առաջարկ Հայաստանին թիմի անդամները երևացող առաջին դեմքերը ձերբակալվում են։ Եվ ամեն ինչ փլվում է։ Այսինքն իրենք հիմա ընդդիմությանը նոր խաղի կանոն են առաջարկել։ Եթե ընդդիմությունը սա լուրջ չընդունեց եւ հակակայլեր չարեց, եւ քարոզչական, եւ իրավական, եւ միջազգային այդ հնարավորությունները կա, ապա ասում եմ, նորից եմ ասում, ավելին ասեմ, նույնիսկ եթե չկարողանան խոչընդոտել եւ Գյումրի տարբերակով 3 ուժեր, հա, հիմնականում Ռոբերտ Քոչարյանի հետ կապված հիմնականում դաշնակցությունը Սամվել Կարապետյանի Գագիկ Ծառուկյանի, եթե տեսականորեն 3-ի հավաքած ձայները գումարային առումով ավելին է, քան
իշխանությանը, գիտեք ինչ են անելու։ Ռազմական գործողություն սահմանին մի քանի ուղղությամբ, իսկ ինչու ոչ, հետո արտակարգ դրություն կամ ռազմական դրություն, մեկ էլ արդյունքներին չարվում, չեղարկվում գործող նոր իրավական ակտի, ճիշտ է, ու թեման փակվում է։ Շատ լավ, իրենք ըստ էության անոնսավորեցին, հա, որ ամեն կերպ գրեթե բացահայտ կերպով ասում են իշխանությունը չենք հանձնելու, չենք տալու։ Բացահայտ կերպով դրա մասին խոսում են։ Ես վերադառնալով կալանավորումների կամ կալանքի միջոցների փոփոխության հարցին, այսպիսի դիտարկում անեմ, կարծես թե այս ռեժիմի գործելավոճն է, հա, որ ինչ-որ մի շրջափուլում X քանակի մարդկանց գործիչների թիրախավորում են մի քանի ամիս պահում բանտում, այնուհետև որպեսզի բանտերում որոշակի տեղ լինի, նրանց կալանքի միջոցները փոխվում են, որպեսզի հետագայում բանտերը լցվեն նոր քաղաքական բանտարկյալներով, այս մասին ինչ կասեք, կարծես թե նրանք այս վերջի տարիներին այդ ռոտացիոն մեթոդաբանությունն են կիրառում քաղաքական ռեպրեսիաների շրջանակներում։ Քաղաքական ռեպրեսիան իշխանության համար ինքնանպատակ չի։ Իրենք չեզոքացնում են մարդկանց, որոնք այդ պահին իրենց գործնեությամբ խոչընդոտում են, վտանգ են ներկայացնում իշխանության այս կամ այն գործողությանը, այս կամ այն անձին։ Ասում եմ, նախընտրական շրջանում մեծ հավանականություն կա, որ քրեական նոր գործեր կամ նախկինում բացված եւ սառեցված քրեական գործերին ընթացք է տրվում, նոր հանգամանքների պայմաններում ձերբակալվում են տասնյակ մարդիկ։ Նրանք օրինակ ես կարծում եմ ավելի շուտ մեծ հավանականություն կա, դրանք այն ուժերն են, որոնք միավորվելու են եւ համակարգ են լինելու առաջորդ Հայաստանի Գագիկ Ծառուկյանի պրոյեկտին, իսկ այստեղ Գագիկ Ծառուկյանի խնդիրը չի։ Այստեղ այդ պրոյեկտով շատ ընդդիմադիր ուժեր մի դրոշի տակ են կանգնում։ Թույմա ասենք յուրաքանչյուր այդ ուժերից առաջին երկրորդ դեմքերի նկատմամբ ինչ որ գործեր հարուցի ձերբակալի, խափանման միջոց 2 ամսով, շատ չէ։ Հետո բաց կթողի։ Եվ ինչ, չկարծում որ ասենք այդ 3 ուժերից մեկը սկզբունքորեն ձախողվում է։ Կամ Սամվել Կարապետյանի հետ կապված բացահայտ ասում են, չէ, որ անօրինական է, ինքը իրավունք չունի եւ այլն, չէ, որտեվ Հայաստանի քաղաքացի չի։ Ինքը նաեւ Հայաստանի քաղաքացի, այլ երկրի քաղաքացի է։ Նաեւ ոնց կարելի լինի վարչապետ եւ այլն։ Հիմա ինչ որ այդ հիմնավորմամբ կամ Ռոբերտ Քոչյանի հետ կապված հիբրիդային պատերազմ ասել են Ռուսաստան եւ այլն, չէ։ Դիմալ այդ մյուսն էլ հիբրիդային պատերազմով են պիտակ կապցնելու, ինչ որ բաներ անելու։ Ու վերջ չեզոքացնում են, հետո էլ իրանց համար առանձնապես այդ խախտումներ, լցոնումներ, թվերի նկարումներ, որը գլխացավանք է, չէ, այդ փաստերը հետո բացահայտվելու է, էլի։ Ավել կամ պակաս չափով այդ ծածկադմփոցանելը շատ դժվար է, չէ, համաձայն եք, չէ։ Միանշանակ։ Ահա, առանց որ միջազգային դիտորդներ եւ այլն։ Իրենք այն գլխից են հարցը լուծում։ Այսինքն իրենք չեզոքացնում են վտանգի աղբյուրը, ես նշեցի, չէ, 3 օղակ, այս կամ այն ձևը չեզոքացնում են, հետո ընտրությունների ժամանակ, ինչպես ասում են, թեմա խնդիր չեն ունենալու։ Ես դրա համար եմ ասում, որ իրենք մարդկանց չեզոքացնում են ըստ անհրաժեշտության։ Եթե իրենք գտնում որ այս մարդը իր խոսքով 1, գործողությունով 2, կշռով 3, նախընտրական շրջանում իր ազդեցությամբ հանրային լսարանի վրա 4, հա, տարբեր ես իրավիճակներ, տարբեր լծակներ եմ ասում։ Եթե սրանցով խնդիր է իշխանությանը, փորձելու են այս կամ այն մարդկանց, այս կամ այն ձևով չեզոքացնել։ Ինձ համար ցուցիչ է Գագիկ Ծառուկյանի տունը 20 թվականի քրեական գործով զննություն անելը։ Այդ ինչ է 20 թվականից ինչ որ Գագիկ Ծառուկյանը ինչ որ թղթեր է տունը պահել, որ 6 տարի հետո գան զննությամբ գտնեն, հա, լուրջ եք ասում։ Չէ, հասկանալի է, չէ։ Սա մեսիջ է բոլոր նրանց, ովքեր դիմացինը շախմատ չի խաղում ձեր հետ։ Դուք շախմատի քայլ եք անում, մտածված, քարոզչություն, հիմնավորում, տնտեսություն էսպես է,
դպրոցները փակվում են, սահմանամերձ բնակավայրերը դատարկվում են, կոռուպցիան հասել է աստղերին եւ այլն։ Հիմնավորում ես, լավ ես անում, եղբայր։ Հետո այդ մարդը շախմատի տախտակը վերցնում է, տալիս է գլխովոտ։ Հետո ասում է դելի մի հատ դիր նորից շարի, հետո ընեց ես խաղում, որ շատ արագ մատ լնես։ Եվ ինչ։ Չէ, հիմա խնդիր է, չէ, իսկապես խնդիր է։ Այս իրենց կեցվածքը շատ ավելի կոշտ լինելու է Վենսի գալ գնալուց հետո։ Վստահաբար եմ ասում ձեզ։ Որովհետև Վենսը ասաց, որ աջակցում են։ Վենսը իհարկե շնորհակալ է Ամերիկա պետությունը, բա իր երկրի տնտեսվարող սուբյեկտներին 9 միլիարդ դոլար հայ ժողովուրդը յուրաքանչյուր քաղաքացի նվեր տալ ինչը, որպես փորձարկող ճագար մոդուլային ատոմական ստեղ կառուցել է ինչը, Հայաստան Իրանի դեմ աստված մի արած է գործողությունների ժամանակ տարածք եւ այլ ռեսուրսներ տրամադրել է ինչը, ինչ որ բաներ է, չէ՞ նշանակում։ Բգինա հիմա դա հասենք ամերիկացի գիտեն որ Բրիտանիան է սրան բերե։ Հա, Բրիտանիայի հատուկ ծառայություններ, գործակալական ցանց, ազդեցություն եւ այլն եւ այլն։ Բայց հիմա հələ ունազանդ շեֆին փոխել ասում է շեֆով է։ Ամերիկան է, նույն իդեպ Ալիևը։ Մտեղ շատ արագ բան են վերաճշգրտումներ են արել, թե այնպես չի որ Բրիտանիան դյուրին կերպով համաձայնվում այս ամեն ինչին, Ուկրաինային պատերազմի չկասեցումը ինքնին արդեն սրա ցուցիչ է, չէ՞։ Այս բանում Մյունխենում անվտանգության համաժողովի ժամանակ եվրոպական երկրների Բրիտանիայի ներկայացուցիչների խոսքը եւս ցուցիչ է, այնպես չի որ իրանք հանձնվել են գլոբալիստները, հանձնվել են Տրամպի վարչակազմին, գնում է պայքար։ Խոսեցիք Մյունխենի համաժողովի մասին, պետք հարտուղար Ռուբիոն բավական հետաքրքիր ելույթ ունեցավ, որտեղ ըստ էության շեշտադրումները կայանում էին նրանում, որ հին աշխարհակարգը այլևս սպառվել է եւ կա նոր աշխարհակարգ, ընդ որում մենք դա ֆիքսում ենք ոչ միայն տվյալ ելույթով, այլև առհասարակ աշխարհակաղակական իրավիճակով այդ միաբևեռությունը աշխարհակարգի վերածվել է, առնվազն կան Ռուսաստան, նաև Չինաստան տնտեսական ասպեկտով եւ այս համատեքստում կարծես թե միայն եվրոպական էլիտաներն են, որոնք փորձում են դիմադրել, հա, այդ նոր իրողությունների։ Որտեղ աշխարհակարգը այդ էլիտաներին է աղբանոց ուղարկում։ Պայքարը իրականում ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի այդ էլիտաների դեմ է, որտեղ էլիտաները դա գլոբալիստներն էին, այսինքն ֆինանսական գլոբալիստներ էին, որոնք համաշխարհային տիրապետության են ձգտում։ Այդ Տրամպն էլ է ձգտում համաշխարհային տիրապետության, բայց այլ եղանակով։ Բայց օրինակ Տրամպը ասում է, օրինակ տեսականորեն վերցնենք ով, ասենք Արքայազն Չարլզը ով է, որ համաշխարհային կառավարության մեջ ինչ որ դերակատարում ունենա, եթե գլոբալիստները համաշխարհային տիրապետության իրանց վերջնանպատակին հասնեին։ Ոսում է ինչ պակաս տղա է Իլոն Մասկը։ Փող աշխատում է, արտադրում է, երկիրը հզորացնում է, ասողը պիտի մաս կլինի։ Չէ միջը մի հատ էլ բան ասենք Արքայազն Չարլզ կամ 3 չարաշնորհը արդեն ձերբակալման սանկցիա են տվել եղբորը։ Արքայազն Չարլզի եղբորը պետական դավաճանության հետ հայտնի դեպքի հետ կապված։ Այսինքն ամերիկյան ներկա էլիտան ինքը ասում է ես էլ եմ գլոբալիստ համաշխարհային տիրապետության, բայց Ամերիկա պետությունով։ Ինչն եմ ուժեղացնում։ Իմ տնտեսությունը, արտադրությունը, անվտանգությունը, սահմանները եւ ծովային ուղիները, որտեղ վերջին հաշվով բեռների տեղափոխման ամենաարդյունավետ եւ էժան ճանապարհը նավն է։ ԱՄՆ Բրիտանիան իրանք ծովային տերություններ են չի եղել, որտեղ ինքնաթիռը շատ թանկ է, տեղափոխումը, ավտոճանապարհը երկաթուղին ինքը կոմունիկացիաներ պիտի ստեղծես, երկաթուղին պիտի ստեղծես շատ բան։ Իսկ ծովը ինքը կա, օվկիանոսը ինքը կա, ընդհանրապես նավ ունեցի, մեկ էլ նավահանգիստ։ Համաձայն եք։ Դե համար հիմա ԱՄՆ-ը մեկ էլ ձգտում է առավելագույն
ուրեմն այդ ծովային ճանապարհն է։ Գրելանդյան միայն ընդերքի հետ խնդիրը չի։ Բա բերանով ենք ասում, այս պայն հետազոտված պաշարներով 132 տրիլիոնի բանն, նավթնա, գազնա, հատուկ մետաղներ։ Այս էլ այնքանով որքանով ուսումնասիրել են։ Այսինքն իրական գանձարանը։ Բայց Գրելանդյան ԱՄՆ-ի համար ոչ միայն ընդերքի համար է։ Ռուսաստանի հյուսային ճանապարհն է։ Առավելս որ ռուսական հրթիռները այդ ուղղությամբ շատ ավելի դյուրին եւ կարճ ժամանակում են հարվածում ԱՄՆ-ին։ Գրելանդյան ինքը վերցնում է, որ հսկայական հակաօդային հակահրթիռային պաշտպանության բազաներ դնի տասնյակներով, եթե ոչ հարյուրներով այդ տարածքի վրա, որը օդային վահան պիտի լինի Ռուսաստանից տեսականորեն դեպի Միացյալ Նահանգներ այդ ուղությունից, ասենք Մուրմանսկի բան կողմից հարվածի ժամանակ։ Եվ այս առումով ԱՄՆ-ի քայլերը ինքը հաշվարկել է եւ իրենք առանձնապես չեն թաքցնում այդ Մարկո Ռուբիոն իհարկե ասում էր չկա այդ հին աշխարհակարգը ժողովուրդ ասեց ատավիզմ արդեն վերջացել է թեման փակվել է ինքը ընդ որում խոսքի մեջ Ռուբիոն չէր դիմում էլիտաներին ինքը դիմում էր Եվրոպային այսինքն ինքը դիմում էր եվրոպական երկրներին ժողովուրդներին ընդդիմադիր շարժումներին հա պոտենցիալ գլոբալիստներին փոխարինող անձանց օրինակ ասենք Ֆրանսիայում Մակրոնը, որը Ռոթշիլդների, Բրիտանիայի Ռոթշիլդների նշանակած անձն է, փոխարինող մի քանի անձ կա, գոնե երևացող մեկին մենք ասենք հրապարակավ գիտենք Լպենը, Մարի Լպենը, հա, որ հակը գլոբալիստ է իր ուղղությունով։ Ինքը Մարի Լպենը ինքը գաղութարար է։ Բարձեմ ասում։ Բայց ոչ Ֆրանսիան գլոբալիստների ձեռքին որպես գործիք օգտագործող, այլ ուժեղ Ֆրանսիա։ Նապոլեոնի Ֆրանսիա, ասենք տեսականորեն։ Կամ ասենք այլընտրանք Գերմանիայի համար, Գերմանիայում շարժում է, չէ՞, որը ուզում է ուժեղ Գերմանիա լինի, բայց ոչ Գերմանիա, որը գլոբալիստների ձեռքին գործիք է լինելու։ Ասենք լինեն այնպես, ինչպես ասենք Հունգարիայի նախագահ, Սլովակիայի նախագահ, հա, Օրբանը, Ֆիցոն, այդպեսին լինեն։ Այսինքն Մարկո Ռուբիոյի խոսքը ավելի շուտ ուղղված էր Եվրոպայի ապագա էլիտաներին, այն էլիտաներին, որոնք փոխարինելու են գլոբալիստների կողմից նշանակած էլիտաներին, որտեվ այդ էլիտաները գլոբալիստների նշանակած իրանք չեն փոխվելու, ոչ Մակրոնն է փոխվելու, հա, ոչ Մերցն է փոխվելու, համաձայն եք, բայց Նիկոլ Փաշինյանը փոխվում է, ինքը գլոբալիստների կողմից է, չէ՞ բերել նշանակվել, հիմա ինչպես ասում են, խաչահամբուրից ամերիկյան, no problem, հիմա ասում են, շեֆը դու ես, ոնց ասես, գեցե Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը ամերիկյան բանի մետրոպոլիայի ներքո, այդքան բան, ինձ էլ նշանակել վարչապետ։ Մասնակցում էր այդ խաղաղության այսպես կոչված հավաքին, առաջին նիստն էր, հա։ Դոնալդ Թրամփը նորից խոսեց, որ ինքը 24 ժամում իբրև թե ավարտել է պատերազմը, այսօր նրանք ընկերներ են, նախկինում նրանք կռվում էին, նորից այդ ձեռքսեղմումը եղավ, բայց մենք տեսնում ենք, որ երջուկս թե Միացյալ Նահանգների քարոզչության եւ թե Հայաստանի իշխանությունների քարոզչության ադրբեջանական կողմը որևէ կերպ այդ խաղաղությանը չի տրվում, որովհետև եթե Ադրբեջանի նպատակը օրինակ լիներ Հայաստանի հետ խաղաղություն հաստատել, չկա այդպիսի բան, դա ջան, չկա այդպիսի բան։ Չեն լինի այն ազատազրկումները, որոնց դատապարտվեցին Արցախի Ադրբեջանը ուզում է խաղաղություն։ Գինը ո՞րն է զինվել, հա։ Այսինքն դու եթե ուզում ես հարևան հետ խաղ ապրես, իմաստը ո՞րն է զինվելու։ Սպառազինությունը որակապես փոխում ես, կործանիչները 5-րդ սերնդի կործանիչներ, էլ Պակիստանից, էլ Միացյալ Նահանգներից, ինչու ես անում դա։ Չէ՞ խաղաղության մասն է խոսքը։ Հիմա ասենք օրինակ ստացվեց էլի։ Ոնց որ 2019 թվականին ինձ համար սա ցուցիչ է։ 2011-ից 19 Սիրիայում քրդերի հետ ամերիկացիները, մասնագետները, հրանգիչները մարզում էին, պարապում էին, զինում էին եւ այլն եւ այլն։ Վերջում լքեցին։ 19 թվին մի գիշերվա մեջ գնացին։ Այդ ժամանակ էլ էր իդեպ Տրամփը նախագահ եւ Պոմպեոն իր անվտանգության գծով խորհրդական էր։ Դուք բացեք նայեք հայտարարությունները,
Եվ Տրամպի եւ Պոմպեոյի։ Այդ ոնց որ թքեն քուր ժողովրդի երեսին։ Լուրջ եմ ասում։ Այն հիմնավորումները թե ինչու իրեն գնացին, որ թուրքական բանակը մտավ քրդաբնակ շրջաներ, տանկերով, ինքնաթիռ ուղղաթիռներով։ Այդպես էլ է լինում։ Հիմա այդ երկրի շահը, եթե ես դրա համար եմ ասում, եկեք հիմք ընդունենք հետեւյալ պարզ ճշմարտությունը։ Ամերիկայի համար վտանգավոր է հակառակորդ լինել, մահացույա բարեկամ լինելը։ Որտեւ ինքը զոհաբերելու է վստահաբար իր շահի համար ինքը զոհաբերում է Հենրի Քիսինջերը։ Ես Արմենիան ամենալուրջ տեսաբաններից մեկը։ Ես գաղափարը բացի տեսել եմ գաղափարախոսներից մեկն է։ Հիմա հետեւաբար այն ինչ որ ընդ որում գիտեք այսպես ասենք էլ մեր բախտին շորտեղ բերել է որ Ալևը այն ինչ որ ուզում է ինքը բաց է ասում։ Օրինակ կարող է չէ իր ներքին ցանկությունները նպատակները թաքցնել։ Կապիկություն աներ, ասենք խաղաղության եւ այլն, այսինքն մեզ զինաթափեր իրավիճակը համարժեք գնահատելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարություններով։ Զինաթափեր։ Ասենք ես ու դու sense բաներ չխոսենք, չասենք որ Ադրբեջանը վաղ ուզում է երկիրը գրավի։ Կարող չէ կապիկություն աներ։ Բայց չի անում, չէ։ Ես այդ առում ասում եմ, բախտը բերել է։ Մարդը բաց է ասում։ Ուժի ցուցադրություն է, եւ ասում է ինչա, ինչ եք ուզում, ինչ որ Հայաստան ուզում է, չգիտեմ ինչ որ տարածքներ, չգիտեմ ինչ, ասում տեղում կպատժենք։ Եվ հարբեցող ծաղրացում նիժվադի ճիշտ տրավի, թաքնվում է բանի Վենսի հետևը։ Հակնում է հակուստ, որի գույնը չի խոսում փողկապի հետ։ Սովորաբար վերնաշապիկը կոստյումը եւ փողկապը գույների համադրություն կա, չէ՞ որոշակի։ Կանաչ գույնի, կանաչ ինչ։ Իսլամ այդպիսի միջոցառում։ Իսլամի ժեստ անում, ասում է ես ձերն եմ։ Ձեր հետ բարեկամ եմ։ Ոնց ասեք անեմ։ Նրանք էլ ասում են գնա սատկի արա։ Դու մեզ պետք չես, ես 2 միլիոն ու կես ժողովուրդը ստեղ պետք չլինի, ելեք մաքրվեք ստեղից։ Հիմա ասում են չէ՞ էլի կարելի է սպասարկեմ էլի մնամ։ Հայաստանը ձեր համար մի հատ տարածք էլի քարվանսար էլի, սպասարկման կետ։ Նրանք ասում են չէ՞ էլի մաքրվի։ Ադրբեջանը ասում է մաքրվի էս իմնա։ Ու վերջ։ Հիմա ինչ է կարծում, որ դրանից հետո պահ եկավ, որ Ալիևը մեծ ծառայություններ մատուցեց, օրինակ ԱՄՆ-ին։ Ասենք ինչ ծառայություն ասում։ Թույլ տվեց, որ ամերիկյան նավերը հայտնվեն Կասպից ծովում։ Ծառայություն է, լրջագույն, չէ՞։ Որտեղ Ռուսաստանին եւ Իրանին լուրջ մարտահրավեր է, չէ՞ նետում Ադրբեջանը։ Հիմա ծառայության գինել կարող ասի։ Հայաստանի կես իմնա, հարգելի Քերիսեմ Տրամպին դիմի, չէ՞։ Բնականաբար Քերիսեմը մերժելու է, Դավիթ։ Քերիսեմի համար շատ ավելի ծանրակշիռ է ադրբեջանական կողմը։ Վերջ։ Տարածաշրջանային զարգացումների մասին խոսելիս չպետք է մոռանանք Իրանի շուրջ առկա իրավիճակը, որը որ երեք հատկապես բավականին լարված էր, շատերի գնահատմամբ այդ հարվածը անխուսափելի է եւ անգամ ռուսական կողմներ Դմիտրի Պեսկովի շուրթերով նշում, որ աննախադեպ աճ է լարվածության գրանցվում, նաեւ Թուրքիայի նախագահ Էրդողանն էր հայտարարել, որ պատերազմը որևէ լավ տեղ չի տանելու եւ Թուրքիան իբրև թե խաղաղության կողմնակից է։ Փորձագիտական դաշտի գնահատմամբ, որ միջազգային մամուլում շատ էր գրվում, Միացյալ Նահանգները, հատկապես New York Times-ն էր երեք նշել, որ Միացյալ Նահանգները ավարտել է այդ զինուժի տեղակայումը հատվածներում, տարածաշրջանային, եւ հարվածի համար այլևս որևէ խոչընդոտ չկա։ Այնուամենայնիվ պետք է փաստել, որ Ժնևում բանակցություններից հետո իրանական կողմը Արաքչի շուրթերով նշեց, որ որոշակի առաջընթաց կա, բայց դրանի հակառակ փոխնախագահ Վենսը Fox News-ի եթերում հայտարարեց, որ Միացյալ Նահանգների նախագահը եթե բանակցությունները արդյունք չտան,
իրավունք ունի դիտարկել ռազմական միջամտության գործիքակազմը, այսինքն նա չնշեց, որ առաջընթաց կա, ինչպես նշում էր Իրանի արգուսնախարարը, եւ Միացյալ Նահանգների կողմը խոսեց հարվածի մասին։ Սա ազդես ինչի մասին է խոսում, եւ եթե լինի հարված, շատերի գնահատմամբ լինելու է հրթիռային եւ օդուժի կիրառմամբ, այսինքն ցամաքային դեռ չի լինելու։ Ցամաքայինի համար, ասում եմ, տարբեր փորձագիտական շրջանակներում հսկայական ուժ պիտի բերվի։ Բա 1.5 միլիոն բանակը բանա խաղի կանում։ Այդ բանակը զինվոր չէ միայն որ գա ու կանգնի։ Այդ ամբողջ կառույցները, ենթակառույցներն են, թիկունքային ապահովումն է, վառելիքն է, սնունդն է եւ այլն։ Հոսպիտալներն են, այսինքն եթե պիտի մտնել Իրանում գործողություն անել, որի վերջնանպատակը ենթադրենք Թեհրանում կառավարական շենքի վրա ամերիկյան դրոշն է, ես հաշվեք 100%-ով այդ բացառում եմ։ Նման օպերացիա չի լինելու։ Օպերացիայի երրորդ փորձն է լինելու իշխանափոխություն։ Թիրախային հարվածներ կոնկրետ ղեկավարներին, առաջին հնգյակին, առաջին տասնյակին, ներքին ահաբեկչություններ, պայթյուններ, քաոս, անջատողական տրամադրություններ եւ հրթիռային եւ օդային հարվածներ ստրատեգիական նշանակություն ունեցող կենտրոններին, կառավարման կետերին, ուրանի հարստացման ուրեմն պահոստներին եւ բալիստիկ եւ հիպերձայնային արագության հրթիռների պահոստներին, սա է լինելու։ Այսինքն ներքին քաոս են աշճանի բարձրացնեն, որտեղ ռեժիմը տապալելու խնդիր է դրած, էլի, ոչ թե իրան զորք մտցնելու, որտեղ աբսուրդ է, այդ չի արվի, բազմաթիվ հիմնավորումներ կան, որ այդպես չի լինի։ Բայց հիմա Իրանը ինչ կարող անել այդ դեպքում։ Հարվածել Իսրայելին։ Առաջին հերթին, վստահաբար եմ ասում։ Օրինակ տեսականորեն Միացյալ Նահանգների բազաներին։ Հələ բազաներին, եթե Միացյալ Նահանգների բազաներին հարվածում ես, Միացյալ Նահանգների պետությունը կա, չէ՞։ Բայց եթե Իսրայելի անապատում մի ռեակտոր կա, որի տեղը ֆիքսված է, եւ միջուկային զինանոցի պահոստների տեղը եւս ֆիքսած է։ Իրանը ունի հիպերձայնային արագության հրթիռներ, որը Իսրայելի հոպը Իսրայելը ունի երկաթը գմբեթ։ Չէ, չի բռնում։ Հիպերձայնային արագության հրթիռները այսօր 3 պետություն ունեն, չէ, 2 պետություն ու մի կազմակերպություն, իսկապես։ Չինաստանը փորձարկեց, բայց առանձնապես այդեն չէր 10-12 ձայնի արագությամբ։ Ռուսաստանը ունի, Իրան ունի, մեկ էլ քարի մուրճերով, քարանձավներում Եմենի հուսիտները, որոնք փորձարկել են։ Ամերիկյան 2 ավիակիրի վրայով հրթիռ է թռչել, դեպի Իսրայել գնացել, էական չինդեղին չի նախապել։ Էականն է, որ ավիակիրների հոպը եւ չի կարողացել որսել եւ բան անել, խփել, որտեղ այդ նույն հրթիռը ավիակիրին կարող խփել, ճիշտ է։ Ես նորից եմ ասում, Իրանի առաջին քայլը ինչա լինելու։ Եթե իսկապես այդ տոտալ հարված եղավ, ոչ թե հարվածի իմիտացիա, այլ հարված եղավ, սա նշանակում է, որ Իրանը հարվածելու է Իսրայելին, ամերիկյան բազաներին, բայց ամերիկյան բազաներում թող ասենք զոհեր, տեխնիկայի ոչնչացում, դա Ամերիկա պետության վերջը չի։ Անապատում հայտնի ռեակտորին եւ միջուկային զինանոցներին Իրանի հարվածից հետո Իսրայել պետությունը ընդհանրապես անմարդաբնակ է դառնում, որտեղ տարածքը ինքը շատ փոքր է, չափորոշիչ կա, հա, որ երկրներին ցանկալի չի միջուկային պատերազմ։ Առաջին գիտեք որն է կրիտերիան։ Փոքր տարածքը։ Բա եթե այդ պայթյունը փոքր Չեռնոբիլ պիտի դառնա, Չեռնոբիլ 2 ասենք, այսպես։ Վերջ Իսրայել չկա։ Ոչ միայն Իսրայելը։ Առաջին հերթին հիմա այս կոնկրետ թե համուղությունը, որ երկրները ինչքան կտանի ռադիացիոն ֆոնը եւ այլն, Աստված գիտի։ Հիմա երկրորդ ամերիկյան բազաներին հարվածել զոհեր եւ այլն, այստեղ Ամերիկայի ներկայիս վարչակազմի ինչին է հարվածում, վարկանիշին, չէ՞։ Նոյեմբերին շատ չի մնացել, հա, փետրվարի մեջ ենք հիմա։ Դե բան չմնաց։
կոնգրեսի միջանկյալ ընտրություններ, այսինքն եթե տարածաշրջանային մեծ նման բախում լինի եւ ԱՄՆ պարտված դուրս գա, իսկ հավանականությունը 99%-ա որ պարտված է դուրս գալու, ինչի որտեղ խնդիրը չի լուծելու։ Այաթոլաների ինստիտուտը, կառավարման ինստիտուտը չի տապալվելու։ Եղբայր առաջին դեմքին խփեցիր 3 հոգի տեղը կա փոխարինող։ Սեյդներ կան։ Մուհամեդի ճյուղից Ալի Փեսայով արունակցական կապով սեյդներ կան։ Շատ կան եւ հոգեվորականների մեջ։ Իրենք ինչ են։ Իրենք են հաջորդը դառնալու։ Առաջին անգամ 12 օրվա ռազմական բախման ժամանակ այդպես եղավ, չէ՞։ 1-2 օր հետո տան գխատվեց 1-2 օր հետո հոգեվորի քաղաքականի ռազմականի տեղը նստեցին, չէ՞ մարդիկ։ Կառավարումը վերականգնեցին, նույն բանն է լինելու։ Եվ հետևաբար դուրս եմ ասում, սա Տրամպի վարչակազմի համար վերջը կարող է լինի։ Տրամպը չի ուզում, այդ մարդուն դրդում են, բրդում են, հրում են, չգիտեմ, ամեն ինչ անում են, որ Իրանին խփի։ Ընդ որում հրեական լոբինգն է անում, այնպես չի, որ այդ լոբինգը Ամերիկայում, որոնք Իսրայել պետության շահերն են սպասարկում։ Հրեական լոբինգը դա միայն հրեաներ չեն, հիմնականում հրեաներ, բայց ոչ միայն։ Գլոբալիստները ամեն ինչ անում են, որ այդ բախումը լինի, որ Տրամպը սրանք շահեն չընտրվի, հանրապետականը չհաղթի նոյեմբերին կոնգրեսի միջանկյալ ընտրություններում, իհարկե։ Տրամպն չի ուզում, բայց բանակցությունները այո, որոշակի առումով փակուղ են մցել։ Ես չեմ բացառում, որ հարվածներ լինեն, բայց այդ հարվածները ավելի շուտ իմիտացիոն բնույթ կրեն։ Երկկողմանի։ Նաև իրանական կողմը բավական հետաքրքիր քայլ արեց, կարծես թե ազդանշան տալով, որ պատրաստ է նաև դրան, մի քանի ժամով այդ Հորմուզի նեղուցը փակեց։ Իսկ այդտեղ գիտեք, չէ, նավթի առևտրի քանի տոկոսն է ասում։ 20%-ն է կարծեմ։ Ավելի բարձր է այդ տարածաշրջանում, ոչ աշխարհի, այդ տարածաշրջանում մոտ 80%-ն է, այդտեղով են անցնում։ Իսկ դուք պատկերացնում եք ինչ ասելա նավթի գների կտրուկ աճը, որ փակվեց տենց է, չէ՞ լինելու։ Բորսաները միանգամից արձագանքելու են, չէ՞, տիրողությունների։ Այսինքն Իրանը նաև այլ լծակներ ունի, չմոռանաք, Իրանը ունի նաև քարանձավներում պատրաստված Եմենի հուսիտների հիպերձայնահարության փրթուրներ, Աստված գիտի ուր կթռնեն դրանք, Աստված գիտի։ Ավելին ասեմ, արաբական աշխարհի երկրները օդային տարածք չեն տրամադրելու Իսրայելի եւ ԱՄՆ-ի ինքնաթիռների համար։ Ոչ Էմիրատները, ոչ Սաուդյան Արաբիան, Կատարն անգամ դեմ, ասում եմ չեմ տալու։ Հորդանանը խելոք է տալիս է, Հորդանան կարծիք չունի լարսում։ Եգիպտոսն է դեմ, չենք տալու, թույլ չենք տալու։ Որտեղ իրանք հրաշալի գիտեն ինչ ասելա այս ռազմական բախումը, եթե խորացա 1-2 շաբաթ ուր կտանը, Աստված գիտի։ Եվ ըստ այդմ ես կարծում եմ, որ ընդամենը այս պայդրությամբ ժանիկներ են ցույց տալիս մեկ-մեկու։ ԱՄՆ Իրանին, Իրանը ԱՄՆ-ի զինուժին։ Այս ամենին զուգահեռ բայց Աստված շանի որ լինի, էլի։ Երբ որ մենք տեսնում ենք, թե ինչպիսի պայթունավտանգ իրադրություն է մեր շուրջը, որը որ կարող է օրգանական կերպով մեր վրա ազդել, ռեժիմի կողմից եկեղեցու նկատմամբ բռնաճնշումները շարունակվում են եւ եկեղեցականը ստիպված Ավստրիայում հավաքվեցին, այդ հավաքը տեղ ունեցավ եւ կարծեմ մինչեւ հիմա էլ դեռ ընթացքի մեջ է։ Երեք հրապարակվեց հայտարարություն, բավական հետաքրքիր հայտարարություն էր, որտեղ ֆիքսվեց իրավիճակի լրջությունը եւ ֆիքսվեց գործող վարչախմբի կողմից իրականացվող ապօրինությունները եկեղեցու հանդեպ։ Այո։ Հայտարարությունից հետո եկեղեցին ինչպիսի կեցվածք պետք է շարունակի դրսևորել։ Կարծում եմ խորագետ է եւ վեհապար հայրապետը եւ հոգեվորականները, այսինքն խնդիրը գիտեք որն է։ Օրվա իշխանությունները փորձում են լարումները մեծացնել, վաբանկ խաղալ, հա։ Եկեղեցին փորձում է, ճիշտ է, եկեղեցին փորձում է մեղմել, պարպել, թուլացնել։
Որտեվ հրաշալի հասկանում է այն վիճակում, որ այսօր Հայաստանն է եւ տարածաշրջանը, ներքին լարումները, այդ թվում նաեւ ասենք իշխանություն, եկեղեցի, լարումների դաշտը, եթե իշխանություն անկախատեսելի քայլեր անի, կարմիր գծեր անցնի, դա Հայաստանում կարող է լուրջ քաղաքական ցնցումների բերել։ Ավելին ասեմ, քաղաքացիական, իհարկե, քաղաքացիական լուրջ լարումներ կարող առաջանալ այստեղ, վստահաբար։ Փոքրաթիվ բարենորոքիչներ ճակերտներում ոստիկանություն, ԱԱԾ եւ ֆինանսներ մի կողմից եւ եկեղեցու նվիրալ հավատավոր զավակներ տասնյակ 100 հազարներով մյուս կողմից։ Սա սկզբունքորեն պոտենցիալ բախման դաշտ է։ Հիմա այս ամեն ինչը եկեղեցու ղեկավարությունը գնահատում է։ Եթե ուշադրություն դարձեք, այնուամենայնիվ սրանց բոլոր կատարած հայտարարությունները, անհաշվետու վիրավորական արտահայտությունների եկեղեցու եւ հոգեվոր առաջնորդի կողմից շատ ավելի զուսպ համաչափություն չի լինում։ Իհարկե։ Եվ այս հայտարարությունը եւս այդ տրամաբանության մեջ է, բայց այստեղ նաեւ ինչն է, արկա խնդիրը լուծելու հրամայական կա։ Այս խնդիրը ոնց պիտի լուծվի։ Տարբերակներ կան, ես էլ որ այդպես քայլեր մտածում եմ, այստեղ լավ միջնորդ է պետք, իսկապես։ Միջնորդ, որը օրվա իշխանությունների վրա լուրջ լծակ ունենա։ Իսկ այդ միջնորդը դրսից է լինելու։ Ներսից չի կարող լինել։ Այսինքն միջնորդ, որի ճնշումը սրանց կզսպի, կսաստի։ Հայտարարություն եղավ դրսից, Փաշինյանը շատ կտրուկ արձագանքեց, խոսքը Աֆեյանի, Վաշեմանկյանի ու մնացած։ Մենք դրա մասին այստեղ խոսեցինք։ Խոսքս այդ միջնորդների հայերի մասին չի, պարզ եմ ասում ձեզ։ Դրանք դիլնեն լուրջ հեղինակություններ համաշխարհային։ Լինեն արատներ, ու ասենք ես չեմ բացառում։ Վատիկանը։ Ասենք թեկուզ։ Թեև եթե մի քիչ ավելի խորքերով նայենք, կարող է շահառուներից մեկը ինքն է, որ այստեղ էս վիճակն է։ Բայց դե ինչ իմանաս։ Ես նկատի չունեմ միջնորդությունը։ Ես նկատի չունեմ քրիստոնեական միավորներ, հա, հոգևոր իրենց առաջնորդներ կամ գլուխներ, աշխարհականներ։ Ես կարծում եմ, այստեղ այդ միջնորդները պետք է ոնց որ լինեն դեսպանները ԱՄՆ-ի։ Բարձ եմ ասում։ Այսինքն ԱՄՆ պետությունը ինքը պետք է երևա, բայց ոչ թե իր դեմքով։ Օրինակ Վենսը այստեղ եկա ոչինչ չխոսեց, չէ՞, սկզբունքորեն։ Համաձայն եք։ Անգամ չհանդիպեց։ Անգամ չհանդիպեց, ավելին անգամ ցեղասպանության զոհերի հուշահամալիր գնաց եւ սխալվեց իր պաշտոնականում դա տեղադրեց։ Հետո էլ ջնջեց։ Ահա, այսինքն Ամերիկա պետության դեմքը պետք է չլինի այստեղ այդ ճնշումը, բայց այդ անձանց թիկունքին պետք է Ամերիկա պետություն լինի, բարձ եմ ասում։ Այսինքն Ամերիկա պետությունը պետք է լինի ոչ իր դեմքով։ Ստեղ ճնշումներ։ Միջազգային կազմակերպություններ։ Այո, շատ ճիշտ է։ Օրինակ ասենք մարդիկ, որոնք ասենք Նոբելյան մրցանակներ են ստացել, որոնք հակամարտություններ են կամ երկրի ներսում քաղաքացիական պատերազմներ են կանգնեցրել, իսկ այդպիսի դեպքեր եղել են։ Ես կարծում եմ ավելի շուտ այդ մարդիկ եւ հեղինակություն եւ կշիռ եւ ստատուս աշխարհում, բայց իրենց խոսքի ուժը եւ հորդորը ավելի ծանրակշիռ դարձնելու համար իրենց մեջքին անուղակի ԱՄՆ պետությունը պետք է լինի։ Սա իմ կարծիքով միակ տարբերակն է, որ ինչպես ասում են, սրանք հանգիստ վերընկերն տեղները եւ այն մտքերը, որ այսօր իրենց հիվանդագին ուղեղներում պատտվում է եկեղեցու, վեհապար հայրապետի, մյուս հոգեվորականների միանգամից ծառ են։ Սա միակ ձևն է։ Իդեպ մեր խոսքի սկզբում, երբ մեր ընկերների մասն ենք խոսում բանտերից, որ խափանման միջոց են փոխել եւ այլն, ես էլ գնահատեցի, որ սա ինչ-որ ձևով վախում է, օրվա իշխանությունները։ Օրինակ գիտեք ինչից է վախում, պարզ ասեմ, ես սա մասին միշտ էլ ասել եմ։ Միայն խոսքը արդեն ինքնին իշխանության համար մի քիչ ցավոտ է, միայն խոսքը։ Ասենք մի քանի հազար մարդ անընդհատ պարբերաբար ԱՄՆ դեսպանատան մոտ այս իրավիճակից ելնելով, այս իրավական վախանալիից ելնելով
անընդհատ ԱՄՆ դեսպաններ, հավաք, նամակներ պետքարտուղարին, ԱՄՆ նախագահին, ԱՄՆ պաշտոնյաներին, հայերը ԱՄՆ-ում, աշխարհի հայերը տարբեր երկրների ԱՄՆ դեսպանատան մոտ դուք պատկերացնում եք, եթե նման կամպանիա։ Փաշինյան Նիկոլը կարող է նստի մի աթոռի վրա, որը ոտքեր չունենա։ Ուղղակի ամերիկացիք ջարդ են ոտները, ինքը դրանից վախում է։ Սա ես իր վախերի ռեալ ցուցիչն եմ ասում։ Եվ հետեաբար եկեղեցու հետ կապված եւս այդպես պետք է լինի։ Իմ կարծիքով, որտեվ ուրիշ սրա վրա ազդեցության ուրիշ լծակ չկա։ Առավելս որ սա թաթիկները բարձացել է եւ հանձնվել է։ Ինչպես ասում են, Վենսի ստվերն է, չէ՞։ Որտեղ Վենսն է, հետևը միշտ իմացեք Փաշինյանն է կանգնած։ Դուք խոսեցիք արտաքին շահառուների մասին եւ այնուամենայնիվ եկեք նաեւ փորձենք հասկանալ պարզ է, որ այն ինչ որ արվում է եկեղեցու դեմ նախաձեռնությունը ոչ միայն սրանցն է, այլ նախաձեռնության հիմնական մասը պարզ է, որ դրսից է։ Շահառուներ կան, այո։ Ում պետք կլիներ բացի թուրք-ադրբեջանական տանդեմից այս վիճակը ըստ եւ ինչու։ Ես կարող եմ տեսականորեն նայել, նախ սկսենք այսպես։ ԱՄՆ-ի ներկա որտեղ ակնհայտ է որ հարցը ավելի գլոբալ է։ Այո, ԱՄՆ-ի ներկա կեցվածքը համաշխարհային տիրապետության ձգտող երկու գործիքով է ինքը փորձում ձգտել։ Իսկ այդ երկու գործիքը բոլոր ժամանակներում աշխատել է։ Մեկը տնտեսականն է, տնտեսություն, մյուսը անվտանգություն, այսքան զենք։ Հիմա երրորդ գործիքն էլ առաջանում։ Որտեվ գլոբալիստները ունեին գաղափարախոսություն, որով մարդկանց իրենցով էին անում, իդեոլոգիա։ Այդ գաղափարախոսության անունը լիբերալիզմ էր, ճիշտ է։ Որը անկում է ապրում որպես գաղափարախոսություն։ Որպես ինքը ատավիզմ է, որպես մնացու կալնելու։ Հիմա դրա տեղը քրիստոնյա աշխարհում առաջագարես քրիստոնեական արժեքները։ Բա հիմա ԱՄՆ պետությունը եթե հավակնում է հեգեմոն դառնա աշխարհի, բայց չի ուզենա եկեղեցու հետ իսկ արժեքային համակարգի կրողը, պաշտպանողը, տարածողը եւ այլն եկեղեցին է, ինստիտուտը եկեղեցիա, չէ՞ անունը։ Չի ուզենա ինքը լինի։ Այդ եկեղեցին նաեւ իր ենթակայությամբ լինի, ասենք եւ կաթոլիկ եկեղեցին եւ ուղղափառ եկեղեցին, համաձայն ես, եւ բողոքական եկեղեցիների տարբեր ճյուղեր իր հսկողության տակ լինի։ Իսկ ինչ վատ շահառու է ԱՄՆ մեր եկեղեցին իրան հպատակեցնելու։ Չէ՞, շահառու եմ ասում, տանբանական է։ Երկրորդ շահառուն կա Վատիկանը։ Հիմա Վատիկանը ինքը հրաշալի ղեկավարություն հասկանում է, որ եկեղեցին պետությունների միջպետական հարաբերություններում դառնում է երրորդ գործիքը, տնտեսություն ու անվտանգությունից հետո երրորդն է դառնում, որտեղ լիբերալիզմը որպես գաղափարախոսություն չկա, տեղը քրիստոնեությունն է նստելու։ Այսինքն եկեղեցու ինստիտուտը։ Վատիկանը ինչ պակաս շահառու է, որ ես չեմ ուզում գնահատեմ դա լավ է թե վատ է, ես գնահատում եմ իրեն շահերի տեսանկյունից։ Կոպիտ ասած, եթե մենք էլ ենք ում լինենք, նույն ձևով մենք կմտածենք, ինչու մեր եկեղեցին պիտի չլինի։ Բյուզանդական կայսրությունը տապալվեց, նվաճվեց, բայց թիմեք շահառուն Վատիկանն էր։ Գրավող այլ էր, բայց շահառուն Վատիկանն էր, որտեվ կաթոլիկ աշխարհը ազատվեց իրեն թիմեք մրցակից ուղղափառ բյուզանդական աշխարհից, համաձայն եք։ Դե հիմա նույն տրամաբանությամբ, ասենք, ավելի բողոքական եկեղեցի պետք է ասող լինի աշխարհում։ Եվ շատ նորմալ եմ ես դրան նայում են առնում, որ իրենք ճիշտ են հաշվարկում։ Նույն ձևով Վատիկանը կարա նայի, իսկ ինչու ոչ։ Առավելս որ Վատիկանը դրա հավակնությունները ունի, որտեվ կաթոլիկ աշխարհը թվականակով ամենաշատն ամենամեծն է, չէ՞, քրիստոնյա աշխարհում։ Ուղղափառը շատ ավելի փոքր է, բողոքականը ավելի փոքր է։ Եվ հետևաբար որն է Ադրբեջանի դերը այստեղ։ Ադրբեջանը ինչ է ուզում, Ադրբեջանը Հայաստան երկիրն է ուզում։ Դիմադրության վերջին օղակն է, միջնաբերդն է, բաստիոնն է եկեղեցին։ Մարդկանց մոտիվացնող ինստիտուտ է։ Մարդկանց հայնիկը պաշտպանելու, հավատք արժեքները պաշտպանելու ինստիտուտ Ադրբեջանի համար է դա խնդիրը։ Թուրքիայի համար խնդիրը ցեղասպանությունը։ Մեր եկեղեցու հոգևոր հայրը միշտ ընդ որում այդ հայտարարության մեջ ցեղասպանության մասին եւս կար։
եպիսկոպոսած այդ հավաքի ցեղասպանության մասին եւս կետ կար։ Իսկ Թուրքիայի համար դա era գլխացավանք։ Իսկ եկեղեցին միշտ դա բարձրաձայնում է, ասում է, հələ Արցախը այնտեղ եկեղեցիները հոգևոր մշակութային արժեքները մի կողմ դրենք։ Ես Թուրքիայի պրիզմայի որնայում ցեղասպանությունն է իր համար։ Ինքն էլ տեղը շահագրգիռ, որ եկեղեցին իշխանությունների կողմից կառավարելի դառնա Հայաստանի իշխանությունների։ Այսինքն մեծ հաշվով իրանց կողմից էլ, որտեղ Հայաստանի իշխանությունները իրանց կողմից են կառավարելի։ Այսինքն մի քանի շահառու գործնական կերպով դրսևորվել են Թուրքիան եւ Ադրբեջանը տեսական մակարդակում, Միացյալ Նահանգների բողոքական եկեղեցի, Վատիկան։ Այո։ Մենք եթե գնահատենք, այդ դրանք մեզ համար մարտահրավերներ են, էլի։ Գոյաբանական։ Իհարկե գոյաբանական։ Այդ դեպքում դուք կարողանաս մարտահրավերը չզուգացնելու ճիշտ դաշնակիցներ։ Նախ գնահատես քո ռեսուրսը բավարար է չզուգացնելու, բայց եթե բավարար չի, դե ով է դաշնակիցը։ Իսկ բացառում է որ դաշնակից չլինի, էլի։ Որտեվ գոյություն ունի թշնամուց թշնամին իմ բարեկամը սկզբունք է, թե աշխատող է։ Ինչ դերակատարում այս համատեքստում կունենա ռուսական ուղղափառ եկեղեցին։ Դե մեծ հաշվով ռուս ուղղափառ եկեղեցին սկզբունքորեն մեր եկեղեցու օրն անկնելու։ Իսկ ինքը եւս թիրախավորվել է։ Երկու իհարկե Ուկրաինայում չա կատարվում։ Մոլդավիայում ինչա կատարվում։ Համաձայն եք։ Նույնը ինչ որ ստեղ ավելի վատ սցենարով։ Այսինքն արդեն իսկ թիրախավորված է ռուս ուղղափառ եկեղեցին։ Որտեվ խնդրահարույց է։ Իսկ եթե պարզի որ աշխարհը կոպիտ ասած վերջնարդյունքում երկբևեռ է Միացյալ Նահանգներ Ռուսաստան, դուք պատկերացնում եք ռուս ուղղափառ եկեղեցու դերակատարում ոնց է բարձրանալու կտրուկ։ Համաձայն եք։ Հետին պլանամղվում Վատիկանը։ Բողոքական եկեղեցին ԱՄՆ պետության հզորությամբ բավականին կշիռք ունենա, բայց ուղղափառ եկեղեցին ռուսական ինքը արդեն աշխարհում եղանակ ստեղծող եկեղեցի է դառնում։ Առավելս որ այսօր այդ արժեքների պաշտպանության ավանգարդում պայքարի ռուս ուղղափառն է, ոչ բողոքականն է, ոչ էլ Վատիկանն է։ Համաձայն եք։ Այդպես է, սա է իրականությունը։ Եվ այդ առումով ռուս ուղղափառ եկեղեցին եւս թիրախում է այդ ուժերի։ Եվ թերևս ամփոփելով նշենք, որ ըստ էության այսօր պայքարը գլոբալիզմի եւ հայրենասիրության միջև է տեղի ունենում։ Ընդ որում այդ պայքարը տեղի ունենում ոչ միայն ռազմի դաշտում, օրինակ Ուկրաինայի, հա, այլ տարբեր ասպեկտներում, սկսած տնտեսականից վերջացրած հոգևորով։ Իհարկե, եկեք այսպես, հա, նոր աշխարհակարգ է ծնվում, իսկապես։ Ուզենք, չուզենք, լավ ավատա, մեր ցանկություններից անկախ process-ներ է գնում, նոր աշխարհակարգ։ Հինը փլուզվել է։ Հինը կռիվ է տալիս, այդպես դյուրին չի հանձնվել է, որտեվ էլիտաներ են գնալու աղբանոցը, այդ էլիտաները վաղ կարող է դատվեն, այդ էլիտաները վաղ կարող է պատերի տակ սպանվեն։ Ընդ որում այդ էլիտաները համաշխարհային թատերաբևում կառավարչական առումով 500-600 տարի իշխանություն են ունեցել։ Թագավորական ընտանիքներից սկսած այդ էլիտան հոմիային էս ասենք ֆինանսականը չի, ֆինանսականից առաջ եղել են, չէ՞։ Միանշանակ։ Դե հիմա այդ էլիտան իր 500-600 տարվա համաշխարհային տիրապետությունը կորցնում է։ Վերջնարդյունքում ասենք դե ֆակտո ու կոպիտ ասած նոր մակ։ Կարող է 5-6 տարի հետո ծնվի այդ նոր մակը։ Կարող է 2-3 տարի հետո ծնվի, չգիտեմ։ Բայց որ process-ը գնում է դրան։ Process-ը գնում է երկբևեռ աշխարհ կամ բազմաբևեռ աշխարհ, որտեղ ԱՄՆ-ը հետ չի կանգնել միաբևեռ աշխարհ կառուցելու իր ծրագրերից ներկայիս վարչակազմը, ԱՄՆ առաջնորդությամբ, ոչ գլոբալիստների, հա։ Այդ առումով ԱՄՆ նախագահ Ռուսաստանի, Չինաստանի եւ այլն իրանք դաշնակից են հին ուժերի դեմ, բայց մրցակից են մեկ-մեկու դեմ, ճիշտ է։ Եվ այս առումով ցանկացած երկրել ինքը հասկանում է, որ ինքը որտեղ պետք է լինի։ Որ խրամատում։ Իհարկե, վստահաբար, որտեվ վերաբաժանումների ժամանակ, եթե դու կոպիտ ասած անտեր ես մնում, դու մնում ես ոտքի տակ։ Շատ ճիշտ ես եւ ինչ որ մեկի համար համեղ պատառ ես։
լինում։ Իդեպ այդպես եղավ ցավոք սրտի առաջին համաշխարհային պատերազմից հետո մենք կորցեցինք մեր հայրենիքը։ Ոտատեղ գնացինք, ժողովուրդը ցեղասպանվեց եւ հայրենիքը։ Եվ մի կերպ մի սարդարաբաթով մենք կարողացանք փրկվել, հետո հերթական ոչ ճիշտ քաղաքականություն, հետո պարտություն, հետո մի հատ էլ նվեր ստացանք բոլշևիկյան Ռուսաստանից, չէ՞։ Ալեքսանդրապոլի պայմանագիրը ջրվեց 10,000 քառակուսի կիլոմետրը։ Հիմա ես չգիտեմ, այդ նվերը կստանանք թե չէ։ Արցախը կորցրեցինք, սա էլ վտանգի տակ է։ Եվ ընդ որում այդ նվերի համար օրինակ տասնյակ տարիներով պայքարում են նույն քրդերը, բայց իրենց տենց բախտ չի վիճակվում։ Այո, ճիշտ է, շատ ճիշտ է։ Քրդերը շատ ավելի մեծ կորուստներ, մեծ պայքար, բայց այդ նվերը իրենք չեն ստանում։ Համաձայն եմ։ Սիրելի ընկերներ, Անտիֆեքի եթերում Խաշմերուկ ոդքասթի հերթական թողարկումներ, ազատություն Նարեկին, Վազգենին, բոլոր քաղաքական բանտարկյալներին, անկախ նրանց կալանքի վայրից, ազատություն բոլոր սրբազաններին եւ ազատություն Հայաստանի Հանրապետությանը։